Հրանտ Միքայելյանը գրել է. Ֆենոմենալ ազգ ենք, ֆենոմենալ մտածելակերպով։ 2016 թվականի ապրիլին երկարատև հրադադարից հետո տեղի ունեցավ արյունալի պատերազմի նախերգանքը՝ հետախուզություն պատերազմով։ Հայկական կողմը ունեցավ 100 զոհ և 130-ից ավելի վիրավոր։ Կորցրինք առնվազն 800 հեկտար տարածք և ռազմավարական նշանակության լելեթափե բարձունքը։ Թշնամու ԱԹՍ-ները անարգել հատում էին սահմանը, իսկ մեր զինվորները փաստացի անպաշտպան էին։ Ինչ արեցինք մենք և ինչ դասեր քաղեցինք այդ ողբերգությունից հետո։ Նախ, ընդամենը 2 օր ակտիվ տևած ռազմական գործողություններն անվանեցինք քառօրյա պատերազմ։ Զոհերի և վիրավորների թիվը նվազեցրինք։ Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետը ասուլիսի ընթացքում լուրջ և խելացի դեմքով մոտ 1 ժամ փորձում էր համոզել հանրությանը, թե բարձունքը շատ ցածր էր և ռազմավարական նշանակություն չուներ։ Խոսքը այն նույն բարձունքի մասին էր, որի գրավման համար 1994 թվականի ձմռանը տվել էինք ավելի քան 300 զոհ։ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը Բլումբերգին տված հարցազրույցում հայտարարեց, թե հայկական կողմը կորցրել է պաշտպանության գծի ընդամենը փոքր հատված 2 ուղղություններով և որ դրանք այնքան աննշան տարածքներ էին, որ լրացուցիչ զոհերից խուսափելու համար չեն փորձել դրանք հետ բերել։ Մինչդեռ իրականությունն այն էր, որ կորցրել էինք 30-ից ավել մարտական դիրք, գումարած դրան այն մարտավարական բարձունքը, որը 2020 թվականին պետք է ճակատագրական դեր խաղար մեզ համար։ Թվում էր, գեներալները պետք է բոյկոտեին, սահմանի ողջ երկայնքով աղմուկ բարձրացնեին, պահածոյի դատարկ տուփերը պոկեին և դեն շպրտեին, պահանջեին ժամանակակից պաշտպանական համակարգեր, բայց փոխարենը գնացին ֆոտոսեսիայի։ Առանձին հերոսների բացառիկ անձնազոհությունը վերագրեցին ամբողջ ազգին և տարածաշրջանի ամենամարտունակ բանակին։ Անօդաչուն անվանեցին ծիտիկ, որը իբր թե պետք է պոլի չոտկով վայր գցեինք։ Արդյունքում ստացանք 2020 թվականը։ Ինչ հետևություններ արեցինք և ինչ փոփոխություններ իրականացրինք 2020 թվականից հետո։ Բացարձակ ոչինչ, նորից իրար մեղադրեցինք, իրար հայհոյեցինք, թուրք և դավաճան կոչեցինք։ 2021 թվականին թշնամին օգտվելով բանակում և հասարակության մեջ ձևավորված ծանր բարոյահոգեբանական վիճակից ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրեց մի շարք հատվածներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականը, ապա պաշտպանության նախարարը կրկնեց 2016-ի նույն սխալները, բռնազավթված տարածքներն անվանելով անպիտան և հայտարարելով, թե անիմաստ զոհեր չեն տալու։ Թշնամին իբր մեզանից վախենում է և շուտով ինքնակամ կհեռանա։ Սա ոչ թե ռազմաքաղաքական հաշվարկ էր, այլ հուսահատ և անմեղսունակ ճիչ։ 2023 թվականին կորցրեցինք ամբողջ Արցախը։ Ինչ հետևություններ և ինչ դասեր քաղեցինք։ Հայաստանի Հանրապետության բանակը ամբողջ թափով լծվեց բանակաշինությանը, փոխվեց կոնցեպտը, կանոնադրությունը, սկսվեց նոր զինատեսակների ձեռքբերում, հզոր հոբ համակարգերի ներդրում։ Հարյուրավոր միլիոն դոլարներ ուղղվեցին սեփական ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Արդյունքներն այսօր ակնհայտ են։ Հիմնովին վերափոխվեցին պաշտպանական բնագծերը, սկսած տարրական գույքից մինչև զինվորի անվտանգության համար նախատեսված ենթակառուցվածքների կառուցում, սնունդ, հիգիենա, հանդերձանք։ Այսօր պաշտպանական գիծը համալրված է վերջին սերնդի ջերմատեսիլ սարքերով, բարձր կայունության գիշերային դիտարկման համակարգերով և անկախ աշխատող միասնական դիտարկման ցանցով։ Բայց արի ուտես, որ այս ամենը շատերի կողմից գնահատվեց որպես սխալ որոշում, իսկ հանրության վստահությանն ու ուրախությանը հակադարձում են աբսուրդ օրինակներով։ Մեկը ասում է՝ մահճակալը ծուռ էր, մյուսը թե զինվորը ինչու պետք է գիրք կարդա եւ այլն։ Բայց ամենաաբսուրդն այն էր, երբ ինձ ցույց տվեցին մի քանի մեկնաբանություն, որի հեղինակը ներկայացնում էր որպես 10 տարուց ավելի ծառայող զինվորական։ Մարդը շատ համոզիչ կերպով բացատրում էր, թե որքան կարևոր են պահածոյի դատարկ տուփերը և որքան վտանգավոր է հիմա առանց դրանց։ Տրամաբանական է, որ 10 տարի ծառայողը արդեն սպայական կոչում ունի, և այս սպան այդպես էլ չի հասկացել, որ դրանք օգուտ էին այն ժամանակ, երբ զինվորի հերթապահության խրամուղին 4 կողմից բաց էր, իսկ միակ հեռադիտակը 1 մետրից ավելի չէր ցույց տալիս։ Այս սպան մինչև հիմա չի հասկացել, որ պաշտպանության գծի այս աշխատանքի շնորհիվ զինվորը ապահովագրված է ցանկացած հրետանային և ԱԹՍ-ի հարվածից։
Քաղաքական խարդավանքների ակնկալիքով իրենց լուրջ տղայի տեղ դրած ֆեյք գեներալների վարորդ ռազմագետները 3 օր շարունակ ազգին ենթարկում են հոգեբանական կտանքների, որպեսզի մարդիկ հուսալքվեն։ Ժողովուրդ, վերջ տվեք, բանակը նաև ձեր երեխաների եւ ծնողների պաշտպանն է։ Ձեր կեղտոտ ձեռքերը հետ քաշեք բանակից։ Մենք արթնացանք, որ դուք քնեք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հաջորդ օրը մեկնել է Բուդապեշտ։ Հունգարիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ նրա այցն ակնհայտ աջակցություն է վարչապետ Օպրանիին։ Բանակցությունների ավարտին Ռուբիոն եւ Օպրանը մամուլի ասուլիս են անցկացրել։ Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է Օրբանի իշխանության շրջանում Հունգարիայի ունեցած տպավորիչ առաջընթացը, կարևորել խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարը։ Լրագրողների խնդրանքով Ռուբիոն անդրադարձել է նաև ուկրաինական եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորությունը պետք է գտնել կողմերը։ Վաշինգտոնը նրանցից ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Նա քննադատել է ՄԱԿ-ին եւ եվրոպական երկրներին, որ չեն կարողացել կարգավորել հակամարտությունը։ Ըստ Ռուբիոյի, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարողացել է Ռուսաստանի եւ Ուկրաինային բերել նորաձևի շուրջ։ ԱՄՆ պետքարտուղարի ասացներից հետևում է, որ Վաշինգտոնում առաջիկա եռակողմ քննարկումներից մեծ սպասումներ չունեն։ Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա Ռուբիոն բարձրորոշ խոստովանել է, որ գործարքի դժվար է հասնել, բայց Վաշինգտոնը որոշել է դիվանագիտական հնարավորությունը ի սկզբանե բաց չթողել։ Նույն օրն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին, ով մինչև այդ Օմանի մայրաքաղաք Մասկատ է այցելել, սահմանել է ԱՄՆ-ի իշխած բանակցություն իրանական կողմի կարմիր գիծ։ Ընդ որում Թեհրանը պնդում է, որ խոսք չի կարող լինել միջուկային ծրագրի լրիվ չեղարկման եւ բալիստիկ հրթիռների թվաքանակի եւ հեռավորության սահմանափակման մասին։ Լարիջանին պնդել է, որ Իրանը մինչև 20% ուրան հարստացնելու իրավունք ունի եւ հիմնավորել, որ դա անհրաժեշտ է դեղամիջոցների արտադրության համար եւ հատկապես ընդգծել, որ խոսքն առաջին հերթին օնկոհիվանդներին անհրաժեշտ դեղերի մասին է։ Լարիջանի պարզաբանումներն գրեթե ունիսոն տարածվել է Իսրայելի եւ փոխվարչապետ Նաթանյահուի տեսակետը։ Նրա գնահատմամբ Իրանից պետք է դուրս բերվի հաստատված ուրանի ամբողջ պաշարը, միջուկային ծրագիրը չեղարկի, հրթիռների հեռահարությունը սահմանափակվի մինչև 300 կիլոմետր։ Իսրայելի վարչապետը պնդել է, որ Իրանը պետք է պարտավորվի, որ տարածաշրջանում իր պրոքսի ուժերին չի հովանավորելու։ Եթե Ժնևի միջնորդավորված բանակցություններում ԱՄՆ-ի եւ Իրանի մոտեցումների մերձեցում չարձագանքվի, ամենայն հավանականությամբ Իրանը կենթարկվի նոր հարձակման։ Ըստ որոշ աղբյուրների, Լարիջանին Օմանի միջոցով ԱՄՆ-ի ներկայացրել է տնտեսական համագործակցության փաթեթային առաջարկություն։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը նույնպես Միացյալ Նահանգներին բիզնես գործարք է առաջարկել։ Նյութի աղբյուր առաջին EM։ Փետրվարի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է ատոմային էներգիայի միջուկային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսի հետ։ Այդ մասին հայտնել է Մեհրը առանց որևէ մեկնաբանության։ Նույն օրը Իրանի ԱԿՆ պաշտպանական ներկայացուցիչ Բաղային լրագրողներին ասել է, որ միջուկային հարցերով Օմանի միջնորդությամբ բանակցություններին Իրանի պատվիրակությունը կքննարկի տեխնիկական եւ իրավական հարցեր։ Նա ընդդիմը հավելել է, որ ամերիկյան կողմի դիրքորոշումը նկատելիորեն պրագմատիկ է դարձել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ աֆիլիացված լրատվամիջոցի համարում ունեցող Թասնիմը իր հերթին տեղեկացրել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16-ին զորավարժություններ են սկսել, որ անցկացվում են խելոք հսկողության Հորմուզի նեղուցում պայմանական անվանումը։ Ըստ լրատվամիջոցի, որի տեղեկությունը փոխանցել է իսրայելյան ռուսալեզու վեսին, զորավարժությունների նպատակը ցանկացած իրավիճակի պատրաստ լինելն է։ Ավելի վաղ Իրանի մի շարք բարձրաստիճան զինվորականներ եւ խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել նավարկության համար Հորմուզի նեղուցը փակելու պահանջով։ Հաղթի միջուկային առևտրի 1/5-ն իրականացվում է Հորմուզի նեղուցով։ Եթե Իրանը կետ մեկ շաբաթով այն արգելափակի, ապա էներգակիրների համաշխարհային շուկան կտենդի։ Դիտարժան է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունների մեկնարկի նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են։ Ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում աբորդաժի են ենթարկվել նավթատար լցանավ, որ թեև
Պանամայի դրոշի ներքո է փոխադրումներ իրականացնում, բայց փաստացի իրանական է։ Ժնևի բանակցությունները ըստ իրանական կողմի դարձյալ կլինեն միջնորդավորված։ Այդ նպատակով այնտեղ է մեկնել նաև Օմանի արտաքին գործերի նախարար Ալ-Բուսայդին։ Ըստ տեղեկությունների, իրանական կողմերի պահանջով ամերիկյան պատվիրակության կազմում զինվորականներ չեն լինի։ Գլխավոր բանակցողը նշանակված ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, նրան կհաջորդի Դոնալդ Թրամփի փեսա Ջերարդ Քուշները։ Իրանական պատվիրակությունները Ժնև կներկայանան բավականին ազդեցիկ կազմով, որտեղ ներգրավված են փոխարտգործնախարարներ, ԱԳՆ վարչությունների պետեր։ Բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է տարածաշրջան երկրորդ ավիակիր և ռազմանավախումբ ուղարկելու մասին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բոլոր ռազմահենակայաններում մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստությունն է հայտարարված։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չէր ցանկանա, որ այսպես լինի, բայց եթե գործարքը չկայանա, ապա ինքը ստիպված կլինի անցնել երկրորդ տարբերակի, որ նրանց Իրանի համար շատ չափազանց շատ ցավոտ կլինի։ Մինչ այդ նա Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ամենահարմար տարբերակի համարել վարչախմբի փոփոխությունը։